Սիրելիներս, այստեղ պատրաստում եմ շատ համեղ սպաս եւ սպասի մեջ ես գցել եմ խնկալիներ, ես 3 եմ պատրաստել, դրել եմ սարցախցիկ, ոչինչ չի լինում, կարող եք պատրաստել դնել սարցախցիկ, պետք է կած ժամանակ այսպես օգտագործեք, ես սպասների մեջ գցում եմ իշխլիկ հյուֆտա, խնկալի պիլմենի, ոնց կուզեք, ինչ կուզեք, սիրտներդ ոնց ախորժակներդ կտա, կարող եք ընդհանրապես չգցել, ես պատրաստում եմ եւ բրնձով եւ պատրաստում եմ ձավարով, այսօր խնկալիով եւ ախորժակս տվեց բրնձով, բայց տեսեք ինչ ընտիր է ստացվել, այսպես պատրաստեք, որպեսզի չկտրվի, նայեք։ Ես մածունը լցրել եմ, 1 ձու եմ կոտրել վրան, ավելացրել եմ եռացած եռման ջուր ու դրել եմ գազօջախին, ահա եռում է եւ ավելացրել եմ, ինչը որ ցույց տվեցի։ Սիրուներս, դուք էլ պատրաստեք եւ վայելեք այսպես համեղ եւ ավելացրել եմ գինձը եւ աղ, Հիմալայան ռոզվի աղը։ Air fry-ի մեջ էլ պատրաստում եմ սմբուկ, պղպեղ եւ կարտոֆիլ ձուկ ունեմ ձգի հետ, շատ համեղ կլինի։ Սա կուտենք, հետո սպասնել, սիրուն կխմենք վրայից։ Ասեմ, որ արդեն եփել է պատրաստ է, եթե կարտոֆիլները պատրաստ է, ուրեմն մնացածը պատրաստ են ու պատրաստ են։ Հիմա դուրս ենք բերում բանջարեղենը, շարում ենք ափսեի մեջ։ Մաքրեցինք, վերջացրեցինք, այստեղ դնում ենք կարագը, տակ է եռում, սա դնենք այսպես, թող հալ չի։ Մենք աղ, ըստ ճաշակի, սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Բանջարեղենը պատրաստ է եւ այսպես գեղեցկացնում ենք եւ համ ենք տալիս մեր կանաչիով, սոխով, մաղադանոսով, փոքրիկ գինձով, այսպես։ Իհարկե այստեղ ունենք ավոկադո, պոմիդոր, պղպեղները, վարունգ եւ սոխ, կարմիր
համեղ պղպեղը եւ այստեղ չենք մոռանում իհարկե թթուն, ինչ բանջարեղեն առանց թթվի, տեսնում եք տարբեր համեղ բանջարեղենները, այստեղ նաեւ տեղ է գտել կոճապղպեղը եւ ձուկը, չէ մեծ կտորներ են, կտրատենք, ոչինչ։ Կտրատեցինք ձուկը, այսպես, մանր կտորների եւ կարծում եմ արժի մի քիչ էս ձկան յուղից լցնել կարտոֆիլի վրա, շատ համեղ կլինի, այսպես։ Բավական է, իրոք շատ համեղ կլինի։ Լցնում ենք մեր համեղ մաճառը, այստեղ նայեք պճպճում է, եղել է շամպայն, դե ինչ հարգելիներս, վայելենք մեր տանջանք չարչարանքը, ասեմ, որ մենք արժանի ենք ամենալավին մեր կյանքում, վայելեք ձեր կյանքը, եփեք, կերեք, վայելեք, հագեք, մանեկեք, ոչ մի բանից հետ մի մնացեք, վայելեք կարճ կյանքը, դե ինչ, գնամ ես էլ ուտեմ, խմեմ, վայելեմ, այսպես հարգելիներս, բոլորիս համար, բոլորիս կենացը, գնացինք, անմահական է, իրոք, սիրում եմ բոլորիդ, չմոռանաք, հիմա հերթը սպասինն է, ովքեր են սիրում բրնձով սպաս, ասեմ ինչի համար եմ արել, այս 2 օրը ես մի քիչ մարսողական խնդիր ունեմ, երբ որ ունենում եմ, աշխատում եմ ծանրամարս բաներ չուտել, ինչպես գիտենք, ձավարը ծանրամարս է, այդ իսկ պատճառով ես բրնձով եմ պատրաստել, բրնձով էլ շատ համեղ է, պատրաստեք և կերեք, Ես այսքան բանջարեղեն պատրաստեցի, ամբողջը չեմ կերել, կարող եմ անգամ ցույց տալ, թե իմ պատրաստած բանջարեղենի որքան մասն եմ ես կերել։ Տեսեք, ընդամենը բանջարեղենից կերել եմ այս փոքրիկ հատվածը։ Այսքան վերցրել եմ։ Այստեղից 1 լոլիկ, 1 վարունգ եւ սոխի մի կտորը, մնացածը մնացել է։ Այստեղից վերցրել եմ 2 կտոր ձուկ։ Պղպեղը կարմիր պատրաստած եւ թթուն արդեն լցրել եմ իր տեղը։ Սա էլ բերել եմ այստեղ, հավաքել եմ սեղանը։ Ուզում եմ ցույց տալ, որ շատ չեմ կերել, որ մտածեք, որ այսքան կերել եմ, դեր սպասել պետք է ուտեմ, շատ քիչ, ես սիրում եմ պատրաստել, բայց շատ քիչ եմ ուտում ամեն ինչից էլ, ամեն ինչ։ Դե գնանք վայելենք սպասը հիմա։ Այսպես հարգելիներս, վերջ այսօր այսքանը պատրաստում ենք միասին եւ վայելում ենք։ Գնանք վայելելու։